Մենք չեք ասում խնդիրներից, որ Արցախի հետ կապված Արցախի հանձնումը։ Ձեզ համար դա Այսինքն ինչ նշանակում Արցախի հանձնում։ հանձնում չէր։ Այդպես են ասում։ Դե այդպես ասել է, ասում են մարդիկ, որոնք Արցախի խնդրի մեջ չեն խորացել։ Ես 88 թվից զբաղվել եմ Արցախի հարցերով։ Ինչ եք եղել։ Ու ես անգիր գիտեմ Ինչ պաշտոն եք զբաղել։ շատ տարբեր։ Դե որ սենց ասեմ, ես համարյա թե բոլոր աստիճանների պատգամավոր եմ եղել։ Դա ձեզ բավարար է։ Դա տարբեր աստիճաններ չէ, երևի տարբեր նստաշրջանների։ Ոչ։ Եղել եմ Երևանի շրջխորհրդի, Երևանի քաղխորհրդի, ավելին ասեմ Արցախի ազգային ժողովի։ Ու խնդիրը ես Ազգային ժողովի պատգամավոր եք եղել։ Կներեք, ձեր անուն ազգանունը հիշացնեք։ Կարեն Գրիգորյան, կարող ստուգեք։ 2005-2010։ Ծնունդով նաև արցախցի։ Ոչ։ Ես ծնունդով արմատներով Արցախի հետ կապ չունեմ։ Ես ծնվել եմ Կիրովականում, արմատներով Ղարսից եմ։ Բայց ձեզ համար ցավ չէր Արցախի կորուստը, դուք Արցախի պատգամավոր եք եղել։ Դե դրան տանում էր ցավոք սրտի 2000 թվականից 2001 թվականից մեր երկրի քաղաքականությունը տանում էր դրան։ Փաշինյանը կապ չուներ։ Այնքան ուներ, ինչքան մնացած է, երևի մնացածից մի քիչ ավելի քիչ։ Ուղղակի խնդիրը երևի երբ որ եկավ իշխանության չէր պատկերացնում։ Մեր նմաններին չէր արցնում անկեղծ լինելու համար։ Իսկ Արցախը ինքը չի հանձնի, Արցախը մենք ենք հանձնել բոլորս միասին։ Թե ստեղի 3 միլիոնը, դե երևի շատ բան տեսել եմ, քիչ եմ խոսացել։ Ես մեծամասնականով եմ Արցախում ընտրվել։ Շատ բան տեսել եմ, քիչ ենք խոսացել։ Ես 14 տարի իմ ընտանիքով ապրել եմ Արցախում։ Բարձ ասեցի, չլինելով արմատներով Արցախից։ Ես 88, ավելի շուտ 87-ի հոկտեմբերից, երբ որ նշագրվում էր արդեն Արցախի հարցը պետք է բարձրանա, կոչվում էր էկոլոգիական շարժում Աբովյանում։ Դուք որ պիտի հիշեք։ Ունես որ ես խնդիրներին շատ լավ ծանոթ եմ, ուղղակի չեն հարցրել, այն ժամանակ չեն հարցնում հիմա։ Թե չէ հանձնելը հեշտ է ասել։ Բոլորս ենք հանձնել, ես եմ, դուք եք, բոլորս։ Մեր լռությամբ, անկախ Քոչարյան էր, Սերժ էր, թե Լևոն Տեր-Պետրոսյան։